Փորկապությունը պարզապես ժամանակավոր անհարմարություն չէ։ Դա մեր օրգանիզմի ազդանշանն է, որ ինչ-որ բան սխալ է ընթանում։ Երբ աղիքները դադարում են աշխատել ինչպես ժամացույցը, տուժում է ոչ միայն մարսողությունը, առաջանում է ծանրություն մարմնում, հոգնածություն, ապաթիա, գլխացավեր։ Նույնիսկ մաշկը կորցնում է առողջ գույնը, իսկ տրամադրությունը փչանում է։ Ինչ անել։ Ինչպես օգնել ինքներդ ձեզ փորկապության դեպքում առանց լուծողականների, առանց վնասելու առողջությանը, օգտագործելով պարզ և մատչելի միջոցներ։ Այսօր հենց դրա մասին ենք խոսելու։ Դուք կիմանաք, թե որ մեթոդներն են իրականում արդյունավետ, ինչպես արագ կարգավորել աղիքների աշխատանքը և ընդմիշտ ազատվել դեղահաբերից կախվածությունից։ Անպայման լսեք մինչև վերջ։ Ձեզ սպասում է հին մեթոդ, որը օգնում է արդեն հազարավոր տարիներ։ Փորկապությունը միլիոնավոր մարդկանց խնդիր է, և հաճախ այն սկսվում է ամենասովորականից։ Մենք քիչ ենք շարժվում, սնվում ենք հապճեպ, քիչ ջուր ենք խմում և մշտապես գտնվում ենք սթրեսի մեջ։ Ոմանք տարիներով լուծողական են օգտագործում, բայց օրգանիզմը դադարում է արձագանքել, և դա վտանգավոր է։ Մենք մոռանում ենք լսել մեր մարմինը, իսկ այն պարզապես ուզում է, որ օգնենք։ Սկզբում նայեք ինքներդ ձեզ։ Քանի անգամ օրական կամ շաբաթական գնում եք զուգարան։ Ինչպիսի ծավալ և խտություն ունի արտաթորանքը, կա փքվածություն, ցավ, ծանրություն, ջուր խմում եք, որքան բջջանյութ կա ձեր սննդակարգում, կա շարժում օրվա ընթացքում։ Երբ սկսեք հետևել ինքներդ ձեզ, արդեն կսկսեք բուժվել։ Իսկ հիմա անցնենք գործնականին։ Ահա 8 միջոց, որոնք իրականում օգնում են։ Առաջին միջոցը որովայնի մերսում։ Ամեն առավոտ արեք թեթև շրջանաձև մերսում ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Հատկապես արդյունավետ է 1 բաժակ տաք ջուր խմելուց հետո։ Մերսեք դանդաղ, մի փոքր սեղմելով որովայնի ձախ ստորին հատվածում։ Սա խթանում է սիգմայաձև աղիքը։ Մի քանի րոպե անց կարող է առաջանալ բնական մղում զուգարան գնալու։ Երկրորդ միջոցը ջուր։ Մեր աղիքները պարզապես չեն կարող աշխատել առանց հեղուկի։ Սկսեք օրը 1-2 բաժակ տաք ջուրով, լավ է նաև աղաջուրը, 4-րդ թեյի գթալ աղ 1 բաժակի վրա։ Իսկ ավելի լավ է բնական հանքային ջուրը, 10-20 գրամ աղային բաղադրությամբ 1 լիտրի վրա։ Այդ ջուրը չի ներծծվում արյան մեջ, այլ գործում է հենց աղիքներում, նոսրացնում է արտաթորանքը և խթանում է նրա պատերի գծկումները, բայց հիշեք ոչ ամեն օր և ոչ ավելի քան 1 լիտր։ Երրորդ միջոցը բջջանյութ։ Առանց դրա աղիքները պարզապես չգիտեն ինչպես ձևավորել արտաթորանքը։ Ավելացրեք սննդակարգում շոգեխաշած բանջարեղեն, կաղամբ, դդում, սմբուկ, հում բանջարեղեն, գազար, նեխուր, թթված կաղամբ և չակնդեղ, կտավատի և չիայի սերմեր, թեփ, խնձոր կեղևով։ Բջջանյութը ոչ միայն մաքրում է աղիքները, այլև սնուցում է օգտակալ բակտերիաներին և վերականգնում միկրոֆլորան։ Չորրորդ միջոցը բնական օգնականներ։ Երեկոյան ջրով լցրեք 5 սալորաչիր, 2 թուզ և 2 ծիրանաչիր։ Առավոտյան դատարկ ստամոքսին կերեք և խմեք այդ ջուրը։ Կարելի է դատարկ ստամոքսին ընդունել 1 թեյի գթալ ձիթապտղի կամ կտավատի յուղ։ Նույնպես լավ են գործում սամիթի, անիսոնի և կիմիոնի սերմերի եփուկները։ Դրանք հանում են սպազմերը և նպաստում բնական մաքրմանը։ 5-րդ միջոցը՝ շանկ պրոքշալանա։ Սա հին հնդկական մեթոդ է։ Բունեությունը։ Դուք խմում եք տաք աղաջուր, 1 թեյի գթալ աղ 1 լիտրի վրա։ Ընդամենը 2-3 լիտր մի քանի ընդունումով։ Ջրի ջերմաստիճանը մոտ 36-38 գրադուս Ցելսիուս։ Ջուր խմելու ընդմիջումներում արեք 4 պարզ վարժություն, որպեսզի ջուրը շարժվի աղիքներով։ Որոշ ժամանակ անց կզգաք մղում զուգարան գնալու։ Արտաթորանքը սկզբում կլինի սովորական, հետո ավելի բաց։ Երբ դուրս է գալիս գրեթե մաքուր հեղուկ, նշանակում է աղիքները մաքրված են։ Վարժությունից հետո անպայման խմեք մաքուր ջուր առանց աղի, որպեսզի վերականգնեք հեղուկի հավասարակշռությունը և կերեք թեթև բանջարեղենային ապուր։ Շանկ պրոքշալանան կարելի է անել մի քանի ամիսը մեկ։ Այն մաքրում է ոչ միայն աղիքները, այլև լյարդը և լեղապարկը։ 6-րդ միջոցը ֆիզիկական ակտիվություն։ Ընդամենը 10 րոպե օրական կարող է վերադարձնել ձեր մարմնի առողջությունը։ Կողմնակի թեքումներ բարձրացված ձեռքերով 30 անգամ։ Մարմնի պտույտներ ձախ և աջ 20 անգամ։ Կոբրայի դիրք, պարկած փորին, ձեռքերի հենումով։ Թեքումներ նստած, հակառակ ծնկին հենումով։ Այս վարժությունները ակտիվացնում են արյան շրջանառությունը որովայնում, մարզում են աղիքները և բարելավում շարժունակությունը։ 7-րդ միջոցը՝ ուշադրություն և հավասարակշռություն։ Փորկապությունը միայն սնունդ չէ, դա նաև սթրես է, հոգնածություն և վախ։ Նվիրեք ժամանակ ինքներդ ձեզ, սովորեք խորը շնչել, հրաժարվեք արագ ուտելուց, դանդաղ ծամեք, սնվեք նույն ժամին, ջուր խմեք քիչ-քիչ, բայց հաճախ, և անպայման քայլեք, թեկուզ պարզապես տանը։ Եվ վերջապես 8-րդ միջոցը՝
Մի չափազանցեք։ Կլիզմաները, լուծողականները եւ հաճախակի մաքրումները կարող են վնասել։ Աղիքի հետ միասին կարող են դուրս գալ նաեւ օգտակար բակտերիաները։ Դա կարող է բերել դիսբակտերիոզի, թուլության, աղիքի գրգռման։ Լսեք ձեր մարմինը, վստահեք նրան, այն միշտ հուշում է։ Փորկապությունը հոգատարության խնդրանք է։ Տվեք նրան ջուր, շարժում, բջիջանյութ, հանգիստ, եւ այն ձեզ շնորհակալ կլինի։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, դրեք լայք, բաժանորդագրվեք եւ գրեք մեկնաբանություններում, թե որ մեթոդներն են օգնել հենց ձեզ։ Խնամեք ձեզ, եղեք առողջ եւ հիշեք, բնությունը բուժում է։ Մինչ հանդիպում։